Սիրելի հայրենակիցներ, առաջարկվող նախագիծը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններին։ Պարզ ասած, այն խնդրահարույց նախագիծը, որը երկար քննարկվել է գույքահարկի փուլային բարձրացման նախագծի, կասեցում, որ դրույքաչափերը գոնե ավելի ճիշտ հարկային բեռը գոնե 2026 թվականին շուրջ 33-35%-ով նորից չաճի։ Ինչի մասին է խոսքը։ Նախ ասեմ, որ այս նախագիծը ներկայացնելուց նաև ես առաջարկել եմ, որ տարբեր խնդիրներ, որոնք որ կան նախագծում ներառված չեն, նախագծի ընդունվելուց հետո ժամանակ կա, կարելի է մինչև երկրորդ ընթերցում ավելի ամբողջականացնել։ Բայց որ խնդիրներ կան, դրանք միանշանակ են։ Եվ օրվա իշխանության կողմից փոխանակ խնդիրներին ականջալուր լինեն, ավելի շատ փորձում են մանիպուլացնել։ Ոչ մեկ չի ասում հարկ հավաքել պետք չի։ Որևէ մեկն էլ չի ասում, որ հանրային կյանքը, համայնքային կյանքը բարելավել պետք չի։ Պետք չի մանիպուլացնել, այստեղ խնդիրը հարկահավաքման սկզբունքների մեջ է։ Խնդիրը սոցիալական կոմպոնենտը վերացնելու մեջ է։ Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման այս նոր համակարգով 2021-26 թվականներին նախատեսվում է մոտ 5-ից 6 անգամ գույքահարկը բարձրացնել։ Եվ այս նախագծով մենք որ առաջարկում ենք, ասում ենք այո, այն ինչ որ խոստացել եք շքեղությունը հարկել բարձրարժեք գույքը, կասեցումը դրան չի վերաբերում։ 200 միլիոն դրամ եւ ավել գույքի ընդհակառակը, այստեղ կարելի է նույնիսկ 200 միլիոնից ավելը եւս տարբերակել եւ ասենք օրինակ 500 միլիոնից ավել գույքի համար նախատեսել ոչ թե 1.5%, այլ 2-2.5% դրույքաչափ։ Սա կլինի ավելի արդար։ Հիմա ինչ են ասում։ Ասում են եկամտահարկը ժամանակին համահարթեցրինք, հիմա փորձում են գույքահարկը այսպես գույքահարկի բեռը ավելացնելով սոցիալական արդարություն հաստատենք։ Ճիշտ չեք ասում, սուտ եք ասում ավելի ճիշտ։ Ինչի, որովհետև երբ որ համահարթեցրիք եկամտահարկը 36% հարկային դրույքաչափը բարձր եկամուտ ունեցողների դարձրիք 23%, հետո 20%։ Աշխատող աղքատի եկամտահարկը թողեցիք 23%։ Այսինքն հիմա նվազել է դարձել է 20%։ Ընդամենը 3%-ային կետով է իջել, իսկ այնտեղ 16%-ային կետով։ Հիմա բայց այս հարկային բեռի թեթևացումը բարձր եկամուտ ունեցողների համար ի վերջո ասում եք գույքահարկով ենք փոխհատուցում։ Հիմա ես նայում եմ, այս նոր համակարգը գույքահարկի չհարկվող շեմը հանել եք, որը վերաբերում է բնականաբար ցածր եկամուտ ունեցողներին։ Կադաստրային արժեքով նախկինում 3 միլիոն էր, հիմա այս մոտարկված շուկայական արժեքով դրանք մոտ 10 միլիոն է։ Իսկ 10 միլիոն նանոց գույքեր բազմաթիվ են, այդ թվում սահմանամերձ բնակավայրերում, հեռավոր բարձր լեռնային։ Դուք հանել եք էս։ Երկրորդը, հիմա նայեք, մոտավորապես 6 անգամ աճելու է միջին եւ ցածրարժեք գույքի գույքահարկը։ Դրամով արտահայտված գուցե ոմանց համար 850,000 դրամ աշխատավարձ ստացողի համար 17-20,000 դրամը փող չի, բայց աշխատող աղքատի, ծայրահեղ աղքատի համար փող է, նաև միայնակ կենսաթոշակառուի համար, որը պարտավոր է լինելու օրինակ կենտրոնում իր հորական տունը վաճառի, թողի գնա եսին որտեղ ապրի, որտեղ գույքահարկը չի կարանալու տա, որտեղ գույքահարկը ավելին է լինելու, քան իր ստացած թոշակը։ Հիմա 30-ից 60 միլիոն դրամանոց գույքը, օրինակ 0.2% էր հին դրույքաչափը, այդ մոտարկված արժեքին վերածելով կադաստրային արժեքը, նոր դրույքաչափը 47-ից 75 միլիոնի համար 0.4% է։ Այսինքն 3 անգամ բազան ավելացել, 2 անգամ դրույքաչափը, 6 անգամ ավելացել։ Իսկ օրինակ 90-ից 120 միլիոնանոց գույքի համար աճը ընդամենը 3 անգամ է եղել, որտեղ դրույքաչափը մնացել է նույնը, բազան հարկվող 3 անգամ ավելացել է։ 75-ից 100 միլիոնանոց գույքը, որ ավելի բարձրարժեք է, այստեղ ուրեմն աճը 4.5 անգամ է, ավելի քիչ քան 6 անգամը ցածրարժեք գույքինը։ Սա խնդիր է, իրականում խնդիր է, ոնց էլ ուզեք ասեք, սա իրականում խնդիր է։ Հիմա գալով այդ պերճանքի հարկմանը, պերճանքի հարկումը, ինչպես նաև միջազգային փորձում է, ըստ էության շեշտակի բարձր դրույքաչափը գերթանկարժեք գույքերի համար։ Այստեղ օրինակ նստած մարդիկ կան, որ ունեն գերթանկարժեք գույքեր։
Եվ այդ գերթանկարժեք գույքերի հարկը դուք ընդամենը բարձրացրել եք, նորից եմ ասում, 4.5 անգամ գույքահարկը, իսկ ցածրարժեք գույքի համար բարձրացնում եք 6 անգամ։ Պարզ խնդիր է, որը որ պետք է լուծվի։ Եվ ես կարծում եմ, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում կարելի է այս հարցերը քննարկել, ամբողջականացնել, ժամանակ կա եւ ավելի արդար եւ ձեր դրած նպատակից բխող իրական կարգավորում բերել։